չկրել պատիժը կամ խափանման միջոց։ Եվ մեկ հարց տնտեսեք երեք Նիկոլ Փաշինյանն այստեղ շարունակելով թեման ես կալանավորների հետ կապված մի հարց ունեմ, տամ հետո նոր անցնենք այդ թեմային։ Այս մավան դեպքերի հետ կապված Տիկին Գալյանը մեզ հասած տեղեկություններով մավան դեպքերից մեկով, իսկ ինքնասպանության երկու դեպքերով անձնիկ ունեցել են առողջական խնդիրներ, բարձրաձայնել են այդ մասին, ազանգել, սակայն պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել։ Դուք այս սցենարը բացառում եք, որ կալանավորը կամ ազատազրկվածը խնդրի մասին ասի։ Որքանով որ ինձ է զեկուցվում եւ ես խնդիր չունեմ մտածելու, որ զեկուցվում է սխալ, յուրաքանչյուր կոնկրետ դեպքի պարագայում առողջապահության նախարարության մեր գործընկերները շատ հրատապ արձագանքում են։ Եվ նման իրավիճակներ չենք ունենում, որ մեր գործընկերները հապաղեն բժշկական օգնություն ցուցաբերելիս։ Մենք այդտեղ երկու գերատեսչությամբ ենք հսկողությունը իրականացնում եւ շատ լավ համագործակցություն ունենք արագ արձագանքի ձևավորման համատեքստում ու այդպես էլ աշխատում ենք։ Եվ Նիկոլ Փաշինյանը երեք Գյումրիից վերադառնալուց հետո գրառում էր արել, որ քանի որ 301 թվականին հեղափոխական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, կա մի կողմից կա գաղափար, որ 10-55 բոլոր կարդացել եք վստահաբար գրառումը, այսօր էլ ասում էր, որ դրոշ պետք է տեղադրվի։ Օրհներկ եւ դրոշ է ասում, տեսնենք եկեղեցում, սա արդյոք սահմանադրությանը հակասող չէ, սա արդյոք խնդրահարույց չէ։ Եթե տեսեք դուք միշտ հարցերը տալիս եք երկու տարբեր ձևակերպումներով, մեկը արդյոք եկեղեցին պետության մաս չի եւ սահմանադրությունում քանի որ նշված է արդյոք եկեղեցականների գործերին միջամտելը չի նշանակում սահմանադրական կարգի տապարում, դա հասկացանք որ ոչ, արդեն հիմա հարցի երկրորդ կողմից եք տալիս, ասում եք արդյոք դրոշ տեղադրելը իսկ ինչ որ մեկը հերքում է, որ պետության կողմից է հիմնադրվել եկեղեցին ի վերջո եւ ճանաչվել որպես պետական կրոն։ Չէ, շեշտադրում, չէ, պետությունը որոշել է, երկու առաջարկների պետությունը որոշել է պետական կրոն է։ Այո, բայց ոչ թե եկեղեցին է։ Եկեղեցին չի հիմնադրել պետությունը բարձր։ Ես կարծում եմ նպատակը եւ գաղափարը մեր պետության, պետականության գիտակցման, պետության ամրության եւ միասնականության գիտակցման մեջ է։ Եվ յուրաքանչյուր կազմակերպությունում էլ, այդ թվում եւ կրոնական հատկապես եկեղեցում, քանի որ եկեղեցու դերը ընդգծված է սահմանադրությամբ, ինչու չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության դրոշները եւ ինչու չի կարող հնչել Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Դուք ինքներդ եք ասում, դա գաղափար է։ Այո, դա գաղափար է, որը հնարավոր է իրացնել եւ Ճիշտ է, որ կառավարության նիստերն էլ պետք է տերունական աղոթքով սկսվեն։ Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, բայց դեմ չի լինի, եթե անկեղծ լինեմ։ Բայց օրինակ ԱԹ-ից նախարար ունեք, ոնց պետք է լինի։ Դե այդ դեպքում ես ասում եմ, ես դեմ չի լինի եւ պատասխանում եմ ին փոխարեն եւ քանի որ հարգում եմ այլ անձանց իրավունքները, ես որպես իրավաբան վերջում պարզ է, որ ինչ որոշման կողմնակից չէ, հակառակն եմ ասում, քանի որ կան մարդիկ, որոնք ունեն այլ կողմնորոշում կրոնի եւ հավատքի հետ կապված, իսկ մեր երկրում գործում է ազատության իրավունքը, կրոնի, խղճի, մտքի, դավանանքի եւ այլն, ես այդ իրավունքի պաշտպանության կողմնակիցն եմ միշտ։ Եվ Տիկին Գալյան կներեք, այնինչ տեղի ունեցավ, հեսա վերջացնում ենք